Բարյոսելի քույր եղբայրներ ջան, եկեք շարունակենք եւ ամբողջացնենք Հռոմեացիս 10, 13-ից 15 համարները։ Մեր մյուս զայնագրության մեջ, երբ որ մենք կանադառնանք արդեն 16-ից 21 համարներին, մեր այս հատվածի, այս ավետարանչական շղթայի սկզբունքները առավել դες համար հասկանալի եւ ավելի նպատակային կլինի։ Կտեսնենք, թե ինչպես առաքյալը ամբողջացնում եւ Իսրայելի անկման պատասխանատվությունը ամբողջությամբ դնում Իսրայելի վրա։ Սա շատ կարևոր սկզբունք է, նաև երբ որ մենք անդրադառնում ենք Աստծո նախասահմանության եւ նախախնամության, այդտեղ մենք կարևոր սկզբունքներ ենք տեսնելու, ինչի համար առաքյալը այս հերթականություն անում ավետարանչական եւ հակառակ կողմից։ Առաջին առաքյալը խոսում է փրկության մասին, արդարության մասին, վասնզի ամեն ով որ Տիրոջ անունը կանչե կամ աղաղակե, կապրի, այստեղ ապրի, դա նշանակում է կստանա Քրիստոսով այն արդարությունը եւ փրկություն կունենա։ Մենք խոսել ենք, որ ամբողջ մեր հատվածի 9-ից մինչև 10-11-րդ գլխի գլխավոր բանալի բառ հանդիսանում է արդարությունը եւ Աստծով արդարությունը։ Այսինքն այս հատվածում չի խոսում, որ Աստված արդար է, այլ արդարացնելու, այսինքն Աստված արդարացնում է Քրիստոսի արդարությունը հավատացյալին համարելով, այս արդարության մասին է խոսքը։ Եկեք ընթերցենք հատվածը եւ անդրադառնանք արդեն 3-րդ, 4-րդ եւ 5-րդ շղթային։ Առաջինը մենք տեսանք այն կանչելն էր, այսինքն մենք տեսանք, որ կանչել դա նշանակում էր ուղղակի աղաղակել եւ հոգով աղքատի աղաղակն էր։ Երկրորդ մենք տեսանք, որ որևէ մեկը չի աղաղակի արդարության համար, եթե չհավատա։ Եվ երրորդ մենք տեսանք եւ անդրադարձանք հավատքին իմիջիայլոց 16-ից մինչև 21-ը առավել խորն ենք տեսնելու հավատքի եւ հնազանդության եւ հանձնվելու այս սկզբունքը ավելի խորությամբ ենք տեսնելու, որովհետեւ այնպիսի հատվածներ կտեսնենք, որ նույնիսկ առաքյալները եւ մարգարեները հավատք բառի փոխարեն օգտագործում են հնազանդվել բառ եւ ի նկատի ունեն հավատալ։ Մենք կանադառնանք նաեւ, որ եբրայերեն բառը, որը նշանակում է հավատ, այն միանշանակ նաև նշանակում է հավատարմություն։ Հավատարմություն նշանակում է հնազանդություն սերնելես։ Հավատարիմ նշանակում է հավատարիմ մնալ լսածին կամ հնազանդվել այդ լսածին, ընդունել այդ լսածը։ Ոչ թե ուղղակի սրտում ես հավատում եմ։ Դա այդ հավատքի մասին չի խոսքը։ Մենք կանադառնանք ավելի խոր։ Հիմա եկեք ընթերցենք 13-ից 15 եւ ամբողջացնենք 4-րդ եւ 5-րդ շղթան։ Մեր 4-րդ շղթան կլինի քարոզող հասկացողությունը, մի քիչ կխոսենք ավելի խորը, թե ինչի համար առաքյալը սա ասում։ Եկեք ընթերցենք 13-ից։ Վասնզի ամեն ով որ Տիրոջ անունը կանչե, կապրի, ինչպես կանչեն, որին չհավատացին, եւ ինչպես հավատան, որից չլսեցին, եւ ինչպես լսեն առանց քարոզողի, եւ ինչպես քարոզեն, եթե չուղարկվեն, ինչպես գրված է, որպես գեղեցիկ են նրանց ոտները, որ խաղաղություն են քարոզում եւ բարի բաներ են ավետիք տալիս։ Ուրեմն շատ կարևոր է փրկության համար մեր 4-րդ շղթան հանդիսանում է քարոզը։ Տեսեք, որովհետև փրկության համար շատ կարևոր է որ լսվի։ Եվ ումից լսվի։ Մենք նախորդ զայնագրության մեջ շեշտեցինք, որ այս լսելը Աստծուց լսելն էր, եւ ես հիշում եք, ես շեշտեցի, որ երբ որ մենք որոշ մարդկանց փոխանցում ենք, ոմանց որ փոխանցում ենք ավետարանի լուրը, մեր միջոցով Աստված է խոսում։ Այսինքն մենք փոխանցում ենք, փոխանցողը մենք ենք որպես գործիք, սակայն դա Աստված է այդ մարդկանց սրտերի հետ խոսում, որը մենք չենք տեսնում։ Ինչպես Աստված ներգործում, ինչպես Աստված նրանց սրտերը բացում, դա մեր բաժինը չի։ Մեր բաժնի, մեր ֆունկցիոնալ դերի մեջ մտնում է ցորենը, սերմը ցանելը, կամ այն սերմը, որ Աստված տվել է ձեր ձեռքերի մեջ, ցանելը։ Իսկ թե այդ սերմը ինչպես կընկնի, ինչպիսի հողի մեջ կընկնի, սա շատ կարևոր է որ հասկանանք, որ դա մեր ֆունկցիան չի։ Որ ինչի եմ ես ասում, որովհետև շատերը փորձում են օգտակար լինեն, փորձում են օգնեն Սուրբ Հոգուն, փորձում են մարդկանց ստիպեն ավետարան ընդունելու։ Սա ամենավտանգավոր սկզբունքն է, այսինքն մենք ինչ ենք անում, Աստծո ֆունկցիոնալ դերը մարդկանց սրտերը բացելու, մենք վերցնում ենք մեր վրա շատերը էմոցիոնալ, խարիզմատ հասկացողությունով տարբեր միջոցներ են կիրառում, որոշ եկեղեցիներ հրաշքներ են արհեստական մանիպուլյացիա անում, որպեսզի մարդկանց ուշադրությունը գրավեն Աստծո մեծության վրա, կարծես թե, այսինքն օգտագործում են արհեստական կերպեր մարդկանց ուշադրությունը ավելի կենտրոնացնելու խոսքի վրա։ Դա երբեք չի լսելես։ Այ քարոզիչի ամենակարևոր բաղադրիչը ֆունկցիոնալ դերի մեջ ամենակարևորությունը հանդիսանում է ավետարանի ճշմարիտ փոխանցումը։
Այսինքն ինչ էլ մենք ավելացնենք, ինչքան ճոխացնենք ավետարանը, ինչքան այն ավելի հետաքրքիր անենք, դա չի նպաստի։ Այսինքն ճիշտ հասկացեք ինչի մասին է խոսքը։ Որովհետև բարդ թեմա է սա, ես փորձեմ ձեզ ասեմ, որովհետև մարդուն ավետարանի ճշմարտություն խոսողը մենք չենք, Աստված է։ Այսինքն երբ որ բավարար է մենք ուղղակի ճշմարտապես ավետարանի խոսքը փոխանցենք, որտեվ մարդկանց սրտերին խոսողը մենք չենք, սերներս։ Մարդկանց սրտերին խոսողը Աստված ինքն է, Սուրբ Հոգին իր խոսքի միջոցով։ Ուղղակի շատ կարևոր է, որ մենք հաշվի նստենք, պատասխանատվություն վերցնենք, թե որքանով ենք ճշմարտությունը փոխանցում, ոչ թե մեր հասկացողությունը կամ մեր փիլիսոփայությունը ենք փոխանցում փրկության վերաբերյալ։ Այս ամենակարևորն է քարոզիչի առումով։ Հիմա 4-րդ շղթան քարոզիչն է, ինչպես լսեն առանց քարոզողի, եթե ուշադիր եք։ Առաքյալը, որ օգտագործում այս բառը կերուսո, հունարեն բառն է, կերուսո, այն նշանակում է հռչակող, պրավազգլաշած, այն նշանակում է հայտնող, վազվիշած, այն նաև նշանակում է տեղեկացնող, տեղեկությունը ինֆորմացիան փոխանցող։ Սա քարոզիչ բառի նշանակությունն է, որպեսզի անձը փրկվի, պետք է աղաղակի, սակայն որպեսզի աղաղակի իրական սրտանց Աստծով արդարության համար պետք է հավատա, բայց այդ հավատքը երբեք չի լինի, եթե Աստված նրա սրտում մեջ չխոսա, եթե չլսի, սա շղթան եմ ես հիմա ձեզ ասում, եւ երբեք չի լսի, եթե չքարոզվի ճշմարտությունը։ Այսինքն այստեղ ցույց է տալի առաքյալը, որ այս ֆունկցիոնալ դերը Աստված նույնիսկ նախասահմանության մեջ բաժանել է եւ Իսրայելի կյանքում ամենը կատարված է։ Ամենը կատարված է։ Իսրայելը երբեք չի ասի քարոզող չի եղել, ուղարկվող չի եղել, բայց Աստված Իսրայելին ասելու է քարոզողը եղել է, ուղարկված եղել է, բայց հավատալ, լուրը լսելը եղել է, բայց հավատքը չի խառնվել ձեր լսածին։ Այսինքն եւ աղաղակը չի եղել արդարության համար։ Դուք որոշել եք ձեր արդարությունը կանգնեցնել օրենքի գործերով, որով աննազանդ եք եղել իմ արդարությանը Քրիստոսով։ Սա ամենակարևորն է, եւ առաքյալը հատուկ է սա անում, որտեվ 16-ից արդեն 21-ում անդրադառնալու է Իսրայելի այս երկու շղթային հավատալուն եւ աղաղակելուն, որը բացակայել է նրանց կյանքում։ Այս սա է մնում նրանց պատասխանատվությունը անկման պատճառը։ Հիմա եկեք անդրադառնանք արդեն, ուրեմն քարոզելը շատ կարևոր է։ Այս պատճառով փրկությունը անհնար է առանց եկեղեցու ֆունկցիոնալ դերի միսիա, որտեղ երբ որ մենք ասում ենք եկեղեցի Քրիստոսի մարմին, պետք է հասկանանք կարևոր մի բան։ Եկեղեցին այն վայրը չի, որ մարդը գնա իրան հանգիստ զգա։ Այսօր եկեղեցին վերածվել է սանատորիայի, աուրայի, եկեղեցիներ կան, որ զարդարում են, չգիտեմ ինչ կերպերով, ինչ են անում, այսինքն ամեն ինչ անում են հարմարության համար, սերնես։ Եկեղեցին դա շենքը չի, հարմարավետությունը չի, եկեղեցին հավատացյալներն են սուրբ կյանքով ապրող եւ ավետարանի ճշմարտությունը իմացող եւ վախով այդ ավետարանի ճշմարտությունը փոխանցող։ Սա եկեղեցին, այսինքն եկեղեցու ֆունկցիոնալ կարևոր դերի մեջ մտնում է ավետարանի ճշմարտությունը փոխանցելը։ Մնացած եկեղեցու սուրբ կյանքը ուղղակի նպաստում է, որպեսզի փոխանցելուց գայթակղություն չլինի, բայց սուրբ կյանքը դա երբեք ավետարանի փոխանցում չի հանդիսանում։ Մի քիչ հետո ես կանդրադառնամ նաև Մայր Թերեզայի պարագային, օրինակ Մայր Թերեզայի խոսքերը, ուշադիր լսեք այս խոսքերը, փոխանցեք ավետարանը եւ եթե կարելի է եւ եթե կարիքը կա, խոսքեր օգտագործեք։ Այսինքն կարծես թե ի նկատի ունի, որ ավետարանը կարելի է փոխանցել մեր բարեգործությունով եւ սուրբ կյանքեր ապրելով։ Երբեք որևէ մեկը ձեր սուրբ կյանքով չի փրկվի, սիրելիներս։ Որովհետև մեկին դուք չեք կարող փրկեք ձեր բարեգործությունով, նույնիսկ ձեր անձը կրակի տակ նրա համար։ Երբեք դրանով դուք նրան չեք կարող փրկի, եթե չեք քարոզում Քրիստոսի մասին լուրը, որտեղ մեր ավետարանի գլխավոր շեշտի մեջ, եթե նրա անունը կանչեն, մենք մի քանի ձայնագրություններում շեշտեցինք, որ սա Քրիստոսն է որպես Մեսիա եւ 5 տականում այն արտահայտված է որպես Յահվե, որտեղ Մեսիան Քրիստոսը, հունարեն տարբերակը նույն Մեսիան եբրայերեն, հունարեն Քրիստոս, հայերեն Օծյալ,
Այն ուղղակի Յահվեն է, այսինքն Փրկիչը Աստված է, երկրորդ անձը, որովհետև Տեր է Հայրը, Տեր է Որդին եւ Տեր է Հոգին, այս երրորդության սկզբունքն է։ Այն Որդին, որ մարդացավ, որպիսի մեր մեղքերն իրավերցնի, մահացավ եւ հարություն առավ, դրա համար առաքյալը շեշտում է, եթե սրտում հավատաք, որ հարություն տվեց Տերը նրան, եւ եթե բերանով դավանեք նրան Տեր Յահվե, այսինքն ամբողջական կոնկրետ լուր ենք մենք քարոզում։ Մենք չենք քարոզում հավատք, մենք քարոզում ենք Հիսուս Քրիստոս իր կատարած ամբողջ գործով եւ նրա անձը։ Դրա համար շատ կարևոր է հասկանանք, որ երբեք որևէ մեկի պատճառ փրկության չի հանդիսանում բարի գործը եւ մեր սուրբ կյանքը։ Մեր սուրբ կյանքերը, մի քիչ մենք անդառնանք Պետրոս առաքյալին, Պետրոս առաքյալը օրինակ իր թղթի մեջ ասում է. Տեր Աստծուն ձեր սրտերում սուրբ պահեք, եւ որպեսզի կարողանաք ամեն մեկին, որ ձեր հույսի համար հարց է տալի, կարողանաք պատասխանել, այսինքն փոխանցեք ճշմարտությունը։ Սուրբ այլ նշանակում է, թե Աստված ձեր կյանքում առաջնային չի, ձեր ավետարանի փոխանցումը կարող խնդիր լինի, բայց առանց խոսքի երբեք դուք չեք կարող սուրբ կյանքով ավետարան փոխանցեք։ Ճիշտ հասկացեք։ Մարդիկ կտեսնեն ձեր սուրբ կյանքը, կասեն այո, այս ինչ արդար մարդիկ են, բայց եթե դուք չեք խոսում նրանց Քրիստոսի լուրը, նրանք ինչը պիտի լսեն եւ ինչին պիտի հավատան։ Այս ամբողջ խնդիրը, այսինքն բարեգործությունով որևէ մեկը չի փրկվել։ Նորից եմ ասում, բարեգործությունը, մեր սուրբ կյանքը ուղղակի այն բաղադրիչն է, որը թույլ է տալիս, որ անձիկ ուշադիր լինեն մեր ասածին, բայց անձը պիտի լսի։ Թե Մայր Թերեզան ասում է, փոխանցեք ավետարանը եւ եթե կարիք կա օգտագործեք բառեր։ Առանց բառերի, առանց քարոզողի առաքյալը սա է ասում։ Եվ ինչպես պիտի լսեն, կամ ինչպես պիտի աղաղակեն, ինչպես պիտի հավատան, եթե չքարոզվի։ Այսինքն ինչպես պիտի լսեն, եթե քարոզող չկա։ Այսինքն սուրբ կյանքը եւ բարի գործերը երբեք չի կարա լսելի անի փրկության լուրը։ Փրկության լուրը պիտի բառացի փոխանցվի։ Սա ամենակարևորը։ Դրա համար առաքյալը խոսում է քարոզի։ Դրա համար առաքյալը օգտագործելով օրինակ Կորինթացիներին, որ նրանք անդրադառնում էին մարդկային փիլիսոփայության եւ մարդկային փիլիսոփայության կերպերի մեջ էին ուզում տեսնել փրկության միջոց, առաքյալը հակաթեզից բերում ասում է Աստված ընտրեց ոչ թե աշխարհի իմաստությունով, որ ճանաչեն իրեն կամ փրկության մասին իմանան, այլ քարոզչության հիմարությունով փրկի հավատացյալին։ Քարոզչություն, կերուսո, այն նշանակում է փոխանցել լուրը, տեղեկությունը փոխանցել, հռչակել լուրը կամ առավել հայտնել այն։ Սա շատ կարևոր է, որ մենք հասկանանք։ Եվ հենց այստեղ է Բիլի Գրեմի հակաթեզիսը, Բիլի Գրեմը, ով տարիներ շարունակ քարոզում էր, ավետարանչություն էր անում, փոխանցում էր Քրիստոսի մասին լուրը, խոսում էր Քրիստոսի մասին։ Եվ իր այդ հարցազրույցում Ռոբերտ Շյուլերին տված հարցազրույցում, երբ որ հարց տվեցին ինչպես պիտի փրկվեն նրանք, որոնք երբեք չեն լսել Քրիստոսի մասին, ինքը խոսեց իր մարդու խղճում եղած մի զգացմունքի մասին, որ մարդը իր խղճի մեջ ունի զգացմունք, որ կարիք ունի փրկության կամ մի բանի, որ ինքը չունի, եւ բավարար է, որ իր շրջապատում եղած լույսին դիմի, դա կլինի Բուդդան, կլինի Մուհամեդը եւ փրկություն կունենա, այսինքն դիմի Աստծուն փրկության համար եւ կստանա առանց Քրիստոսի մասին լուրը լսելու։ Եվ այստեղ է, որ միսիոներական աշխարհը ամբողջությամբ վրդովեց, որտեղ միսիոներները, որոնք իրենց կյանքը գնում էին Քրիստոսի մասին լուրը տարածելու, այդ դեպքում էլ ինչի պիտի գնային։ Եթե մարդը իր խղճում կարող ունենա զգացմունք աղաղակի փրկության համար եւ փրկություն ունենա, այդ դեպքում ինչի են միսիոներները գնում իրենց կյանքը դնում եւ իրենց կյանքը նվիրում եւ մահանում Քրիստոսի լուրը տարածելու համար։ Այստեղ ամբողջ գայթակղությունը այստեղ է։ Այսինքն եւ հարց եթե տայիք այդ դեպքում սիրելի Բիլի Գրեմ, ինչու ես քարոզում Քրիստոսի մասին լուրը, եթե մարդիկ իրենց խղճում կարող ունենան ճիշտ զգացմունք փրկության վերաբերյալ եւ փրկվեն աղաղակելով առանց Քրիստոսի մասին լսելու։ Տեսեք դրա բառերի մեջ նաև կար, որ Քրիստոսին կարան սիրեն առանց նրան մասին լսելու կամ առանց նրան ճանաչելու։ Քրիստոսին սիրեն, այսինքն իրանք իրանց պատկերացման մեջ Քրիստոս է սիրում առանց Քրիստոս բառը լսելու։ Սա ուղղակի մի քիչ աբսուրդ է, նույնիսկ իր ասածին, իր արածին հակառակ այս ամեն ինչ որ ինքը ասեց։ Դա մասին էս ամեն դեպքում ինքը ունի արժանինքներ, որտեղ քարոզել ավետարանը երկար տարիներ, բայց այս իր ասածը ուղղակի խեղաթյուրում էր եւ արգելք հանդիսացավ շատ միսիոներական գործունեության։ Եկեք անդրադառնանք, ինչպես ասացի առաջի Կորինթացիս 1:21-23-ին։ Տեսեք 20 համարում առաքյալը հարց է տալի, այսինքն ինքը հակա թեզիսային հարց է տալի, որպեսի մղի կամ կոչվում է նավադիաշի հարց, այսինքն մղող հարցեր է տալիս, որպեսի մեր միտքը արդարացնի ուր է իմաստունը, ուր է դպիրը կամ ուր է կարդացողը,
ուր է այս աշխարհի քննողը, ուր է հարցը տալի, ուր է չկա, որովհետև իմ աշխարհի իմաստությունը, աշխարհի դպիրը կամ կարդացած ինֆորմացիա ունեցողը եւ աշխարհը քննողը, նույնիսկ եթե մարդը իր փիլիսոփայական իր ընկալումներով քննի աշխարհը, իմաստ փնտրի, ինչպես Սողոմոնը երկնքի տակ փորձում էր գտնել, այսինքն այդտեղ ոչ թե հոգեվոր սկզբունքով էր փնտրում, այլ փորձում էր երկրի վրա եղած երևույթների արեգակի տակ, այդտեղ բանալի բարգ արեգակի տակ եղած երկրի վրա որևէ մեկ ոլորտում կյանքի գտնել կյանքի իմաստ եւ ի վերջո գալիս էր այն հասկացող ամեն բան ունայնություն է։ Ի վերջո ինքը հասկացավ, որ ամեն բան իր տեղը կգտնի, եթե մարդը Աստծո հետ հաշտվի, որովհետեւ ասեց սա է մարդու համար ամեն ինչ, որ նրա պատվիրանները պահես եւ նրանից վախենաս։ Դա վերջի խոսքն արդեն 12-րդ գլխում ժողովողի, բայց ինչ է ժողովողը փնտրում է կյանքի ամեն ոլորտների մեջ, աշխատանքի մեջ, ամուսնության մեջ, հաճույքի մեջ, գինիի մեջ, ամեն ինչի մեջ փնտրում է կյանքի իմաստ եւ ի վերջո գալիս է եզրակացության, որ դա չի տալի բավարարություն եւ գողունակություն, ունայնություն է, դատարկ է, այսինքն անարժեք է, որտեղ հավիտենական սկզբունքներ չի կրում։ Հիմա սրա համար նույնը հարցատալի առաքյալը ուր է իմաստությունը, այս աշխարհի իմաստությունը ուր է եւ ցույց է, չէ որ Աստված այս աշխարհի իմաստությունը հիմարացրեց, այսինքն նշանակում է հիմարացրեց, նշանակում է այն անպիտան արեց, չի կարա մարդը իր կարողությունով, աշխարհի իմաստությունով, իր իմացածով Աստված ճանաչի, այսինքն չի կարա մարդը իր հասկացողությունով, իր պրպտուկներով, իր ընկած մեղավոր բնությունով, իր հասկացողությունով, գիտությունով ռացիոնալ կարողանա ճանաչի Աստված եւ մանավանդ ճանաչի փրկության միջոց։ Չի կարա սերներս։ Ամեն դեպքում մարդը կարա մի բան հասկանա, որ կա Աստված, բայց չի կարա հասկանա ով Աստված, այսինքն միայն Աստվածաշնչի հայտնությունը։ Եթե Աստված իր անձը չհայտնի, մարդը իր կարողությունով երբեք Աստծուն չի կարա ճանաչի, ինքը կճանաչի մի զորություն, որ այսպես էլ ասում են, եւ ինչ պատկերացում ասես նրան կտա։ Դրա համար այստեղ շատ կարևոր է, որ մենք հիշենք, նույնիսկ երբ որ Աստված ասում է ինձ որևէ մի պատկերի նմանություն չտաս, ի նկատի ունի, որ քո պատկերացումը չաշխատացնես ինձ հատկություններ տալու մեջ։ Այն ինչ որ ես իմ մասին կհայտնեմ, նա կլինի իրական թե ով եմ ես։ Ինչ որ ես չեմ հայտնեմ, դու քեզանից այն մի վերագրի, մի պատկերացրու եւ մի տուր ինձ պատկեր։ Սա շատ կարևոր է, որ մենք հասկանանք։ Դրա համար առաքյալն ասում է, ուր է իմաստությունը, ուր է դպիրը, ուր է այս աշխարհի քննողը, չէ որ Աստված այս աշխարհի իմաստությունը հիմարացրեց, այս իմաստության բարետակ ամեն բան կարանք հասկանանք սերես, այս աշխարհի իմաստությունը կամ աշխարհի բոլոր կերպերը, որ աշխարհն ընկալում է որպես իմաստություն, այդ կերպերով անհնար է Աստծուն ճանաչել կամ փրկության միջոց, որովհետև Աստված արգել այն հիմարությունը համարել, անպիտան արել։ Ուրեմն որովհետև Աստված Աստծո իմաստության մեջ աշխարհը իմաստությունով չճանաչեց, ուշադիր եք Աստծուն, Աստված հաճեց, այսինքն կամեցավ, Աստված հաճեց, որ քարոզչության հիմարությունով ապրեցնե հավատացյալներին կամ փրկե հավատացյալներին, քարոզչության հիմարությունով։ Դրա համար առաքյալը այս շղթայի մեջ Հռոմեացիս թղթի օգտագործում է քարոզող, ինչպես պիտի լսեն առանց քարոզողի։ Ուրեմն քարոզողը նույնպես նախասահմանված բաղադրիչ կարևոր կերպ է։ Դրա համար ես անդրադարձա, որ չպիտի մենք քարոզիչը չպետք է արհեստական կերպեր օգտագործի, թաթերական կերպեր օգտագործի, տարբեր թաթերական մանիպուլյացիաներ օգտագործի, կարծես թե լուրը մարդկանց ստիպի որ ընկալեն։ Դուք ուղղակի փոխանցեք ճշմարիտ լուրը, անկեղծությունով։ Մարդկանց սրտերի մեջ գործող Աստված ինքն է։ Դուք Աստծուն մի օգնեք, Աստված մեր օգնության կարիքը չունի։ Սուրբ Հոգու դերը ձեր վրա մի վերցրեք, դուք չեք կարող այն անեք։ Դուք ուղղակի փոխանցեք ճշմարտությունը։ Աստվածա սրտեր բացողը եւ ձեր խոսքը լսվում է Աստծուց։ Դրա համար մենք անդրադարձանք, եթե ումից չլսեն, եթե նրանից չլսեն, այսինքն մենք ենք փոխանցում, բայց Աստվածա մարդկանց սրտերին խոսում դա։ Եվ մերժողը ձեզ չի մերժում։ Մերժողը մերժում է հենց նրանից ումից որ լսեց Աստծուց, Աստծո հոգուց։ Սա շատ կարևոր է հասկանալ։ Առաքյալը ցույց է տալիս, սա ուշադիր նայեք, կարևոր մի սկզբունք։ Արդեն 20, որովհետև հրեաները նշան են ուզում։ Հրեաների համար քարոզչությունը Քրիստոսի մասին լուրը նույնպես գայթակղություն է։ Ինչի նրանք նշան են ուզում, նշան։ Հիսուսն ասաց՝ մի քիչ առաջ նշան արեցի, նորից նշան եք ուզում։ Սա նշանակում է, որ եթե Աստված նրանց սրտերի հետ չի խոսում, նրանք միշտ նշան են ուզելու, միշտ հրաշքներ են ուզելու։ Ինչի, որովհետև սրտերը փակ է։ Ուշադիր եք, եւ որովհետև հրեաները նշան են ուզում եւ հույները իմաստություն են խնդրում,
Մենք էլ քարոզում ենք Խաչյալ Քրիստոսը, այսինքն այն հիմարությունը, որով Աստված ուզել է փրկել, այսինքն քարոզչության հիմարություն, ճիշտ հասկացեք ինչի առաքյալն ասում հիմարություն, շատերի համար, հույների համար եւ հрьяաների համար Քրիստոսի մասին խոսքը գայթակղություն է, որտեղ խանգարում է իրենց օրենքով փրկության լուրին եւ հույների համար այն հիմարությունն է, որովհետեւ իմաստություն չի պարունակում։ Էսով է փրկիչը, ինչ որ մեկը եկավ մահացավ մարդկանց համար։ Քաչ պիտի լինես, որ մարդկանց փրկես, ոչ թե խեղճ որ մահանաս։ Նրանց սկզբունքներին է հակառակ սա։ Դրա համար հույների համար այն հիմարությունն է։ Նման առաքյալը ասում է քարոզչության հիմարություն, վերցնելով նրանց ընկալումներից, այսինքն քարոզչությունը հիմարություն չի, բայց հрьяաները եւ հույները այն հիմարություն են համարում։ Ասում է Աստված ընտրեց այդ հիմարությունով հավատացյալին փրկի։ Սա է միակ միջոցը, ուրիշ միջոց չկա, եւ որովհետեւ հрьяաները նշան են ուզում եւ հույները իմաստություն են խնդրում, մենք էլ քարոզում ենք Խաչյալ Քրիստոսը հрьяաներին գայթակղություն, հույներին հիմարություն։ Տեսակ, այսինքն սա շատ կարող է հասկանանք, որ հենց առաքյալը ինքը շեշտում է, որ այս միջոցն է նախասահմանված փրկության։ Դրա համար առաքյալը այս 5 կարևոր շղթայի մեջ ընդգրկում է նաեւ քարոզը, կերուսո, հրճակումը ավետարանի լուրի, որի մեջ պարունակում է Քրիստոսի մասին լուրը, սերներս։ Մենք մարդկանց չենք քարոզում ուղակի ընդհանուր Աստված, մենք քարոզում ենք Քրիստոս որպես փրկիչ։ Դրա համար ասում մենք քարոզում ենք Խաչյալ, չի ասում մենք քարոզում ենք Աստծուն, հավատացեք Աստծուն, մենք քարոզում ենք Խաչյալ Քրիստոսը։ Խաչյալ Քրիստոսը փրկության լուրը պիտի կոնկրետ պարունակի ճշմարտություն։ Ուղղակի իմացեք ինչ եք փոխանցում, որտեղ դուք կարաք մարդկանց գնաք ասեք, օրինակ ես լսել եմ, շատերը հարց են տալի, ասեք նստած են սեղանի շուրջ եւ դուք հավատում եք Աստծուն։ Այո, ինչ լավ է որ դուք հավատացյալ եք։ Ոչ, Աստծուն բոլորն են հավատում։ Աթեիստն էլ է Աստծուն հավատում։ Աթեիստը հավատում է, որ Աստված չկա, հավատացյալը հավատում է, որ Աստված կա։ Բայց դրանից ինչ։ Եթե մեկը հավատում է, որ Աստված կա, բայց Քրիստոսի մասին լուրը չի լսել փրկության, ինչ պիտի անի։ Դի բարեգործեր անի, չգիտեմ ինչեր անի, որպեսզի փրկվի։ Ըստ իրա, որտեվ Աստծո մասին ընդհանուր սկզբունքը Քրիստոսը չի։ Ես շատ եմ լսել քույրերից, երբ որ քարոզում են, օրենք են քարոզում եղբայրեցը Facebook-ում նայեք, քարոզում են։ Քրիստոսի մասին լուրը չկա։ Բայց կա Աստված, Աստծո խոսքը պահեք։ Ինչ Աստծո խոսք պահեն, օրենքը, ինչպես պահեն։ Այսինքն պետք է ճիշտ հասկանանք, սա ինչի մասին է խոսքը։ Փրկության համար պիտի Քրիստոս քարոզվի, Քրիստոսի կատարածը, եւ որպիսի հավատան Քրիստոսի հարության, Աստծո արդարությունը նրանց կհամարվի Աստծո կողմից։ Այսինքն մենք պետք է հասկանանք փրկության լուրը, այսինքն դուք քարոզեք Քրիստոսը եւ այդ ժամանակ Աստված խոսում է անց սրտերի հետ։ Երբ որ դուք ընդհանուր խոսում եք Աստծո մասին, ինչ եք խոսում դուք։ Այս սա ամենակարևորն է։ Այսինքն մեր հատվածում կոնկրետ մենք խոսում ենք Քրիստոսի մասին։ Մենք քարոզում ենք Խաչյալ եւ հարության Քրիստոսը։ Սա է փրկության լուրը, սերներս։ Տեսեք, Ամերիկայում Ջոն Էլիոտ մոտավորապես 40 տարեկանում Ջոն Էլիոտը սկսեց իր շրջապատում կար 20 մոտավորապես հնդկացի ազգեր, ցեղեր, եւ ինքը 40 տարեկանում սկսեց թարգմանել Աստվածաշունչը ալգոնական լեզվով, այդ ցեղերից մեկի լեզվով, եւ այդ Աստվածաշունչյան թարգմանության պատճառով շատ հնդկացիների եկեղեցիներ ձևավորվեց, եւ նույնիսկ հովիվների մեծ մասը հնդկացիներ էին։ Ինչի, այսինքն անձը ինչի է իր կյանքը նվիրեց այս ալգոնական լեզվով Աստվածաշունչ թարգմանելու, որտեղ ինքը համոզված է, որ քարոզչությունը Աստծո խոսքն է մարդուն փրկում, Քրիստոսի մասին լուրը։ Տեսեք, ամբողջ Աստվածաշունչը խոսում է Քրիստոսի մասին, ամբողջ բաղադրիչները միասին, անկումը, մեղքի անկումը, փրկagorցությունը, սերունդը, Աբրահամի խոստումը, այս բոլորը ի վերջո ամբողջանում է Քրիստոսով։ Աստվածաշունչը Քրիստոսակենտրոն է։ Աստվածաշունչ մատյանը բարոյակենտրոն չի սիրներս։ Աստվածաշունչը բարոյականություն չի քարոզում։ Աստվածաշունչը քարոզում է Քրիստոսով խաչյալ եւ հարության Քրիստոսով փրկություն, հավիտենական դատաստանից փրկություն։ Աստվածաշունչը չի քարոզում, որ բարություն աշխարհը կփրկի։ Դա փիլիսոփայական մոտեցում է։ Շատ հավատացյալներ այդ սկզբունքի մեջ են, որ բարություն աշխարհը կփրկի։ Բարությունը աշխարհը չի փրկում։ Բարությունը աշխարհը կործանում է, ճիշտ հասկացեք ինչ եմ ասում։ Բարությունը աշխարհը կործանում է, ինչի որտեղ բարությունը աշխարհի դուդուկն է։ Այսինքն սատանան ասում է բարություն արեք եւ կփրկվեք։ Դե մարդկանց քարոզեք, բարությունով ով կփրկվի։ Ոչ մեկը։ Դա հрьяաների քարոզն էր։ Բարի գործերով, բարոյականությունով փրկություն։ Դրա համար այն կկործանի փրկյալին իրական։ Փրկությունը Հիսուս Քրիստոսով է։ Քարոզեք Քրիստոսը, ոչ թե բարի գործեր։ Սա առաքյալի մանավանդ Հռոմեացիս թղթի ամենակարևոր սկզբունքն է։ Ամբողջ մի գլուխ նվիրում է ինքը, որ օրենքի գործերով որևէ մի մարմին չի փրկվի։
3-րդ գլուխը նայեք։ Դրա համար պետք է Քրիստոսի մասին լուրը ուղղակի փոխանցվի, որտեղ մարդիկ պիտի հավատան Քրիստոսին եւ աղաղակեն Քրիստոսով արդարության համար։ Ոչ թե աղաղակեն Տեր Աստված դու կաս, ինչ լավ է, դե ուրեմն փրկվեցինք։ Մյուս մեր շղթան, որի մասին ուզում եմ անդրադառնալ, նորից այստեղ եկեք հիշենք կարևոր մի բան, Մայր Թերեզայի պարագան, երբ որ ասում էր քարոզեք ավետարանը, եւ ես լսել եմ, բայց եթե պետքա օգտագործեք բառեր, ոչ, ցերես առանց բառերի դուք ավետարանը չեք կարող փոխանցեք, առանց բառերի։ Եվ կարևոր է որոշակի հավատացյալների կյանքում ես տեսել եմ ամենամեծ ավետարանչություն դա մեր սուրբ կյանքն է, սիրելիներս։ Աստված կարա անձին փրկի։ Տեսեք, Արմեն եղբայրը չի ասում սուրբ կյանքը կարիք չունեք, որտեվ հիմա մի քիչ հետո մենք կանադառնանք նաև մեր Պետրոս Արաքյալի խոսքին։ Արաքյալը չի ասում, որ սուրբ կյանքը, ես չեմ ասում, որ ներողություն, որ սուրբ կյանքը պետք չի, բայց մեր սուրբ կյանքերը երբեք քարոզ չեն հանդիսանում։ Մեր սուրբ կյանքերը հանդիսանում են պարարթող, որպիսի մարդիկ հարցնեն մեր հույսի մասին եւ մենք այդ հույսը փոխանցենք, Քրիստոսն է մեր հույսը, փոխանցենք այդ լուրը։ Բայց մեր սուրբ կյանքերը միայն առանց խոսքի երբեք մարդկանց համար փրկություն չեն կարելի, այն ավետարան չի։ Ուշադիր նայեք Արաքյալի խոսքը առաջի Պետրոս 3:15-ը։ Այլ Տեր Աստծուն ձեր սրտի մեջ սուրբ պահեցեք եւ միշտ պատրաստ եղեք հեզությամբ եւ երկյուղածությամբ պատասխան տալու ամենին, որ ձեր մեջ եղած հույսի համար պատճառ հարցնե։ Եվ բարի խշմտանք ունենաք, որ ինչ բանի համար որ չարախոսում են ձեզանից, ինչպես չարագործների, ամոթով մնան նրանց, որ Քրիստոսում ձեր բարի վարքը բամբասում են։ Այսինքն Տեր Աստծուն ձեր սրտի մեջ սուրբ պահեցեք, նշանակում է Տեր Աստված ձեր կյանքում պիտի լինի ամեն ինչի մեջ առաջնային։ Նույնիսկ ձեր Աստվածաշունչը փոխանցելու մեջ։ Այն պիտի լինի առաջնային, որ մարդիկ տեսնելով ձեր այդ հեզությունը ձեզ հարց տան հույսի համար, ինչն է ձեր կյանքում արտադրել այդպիսի հեզություն եւ դուք պետք է նրանց այդ ձեր հույսի մասին պատասխան տաք, այսինքն քարոզեք Քրիստոսով ձեր փրկությունը, ձեր կյանքը փոխվել է Քրիստոսով արդարությունը, ձեր կյանքը փոխվել է Աստծո շնորհքով Քրիստոսի փրկությունով, ձեր կյանքը սրբացման ընթացք է եկել Քրիստոսի փրկությունով, այսինքն սրա մասին պիտի խոսեք։ Ուղղակի սուրբ կյանքը դա Քրիստոսի մասին քարոզ չի, սիրելիներս։ Ուրեմն խոսքերը կարևոր են։ Եկեք անդրադառնանք 5-րդ շղթան։ 5-րդ շղթայում Արաքյալն անդրադառնում է ուղարկված լինելուն։ Եկեք մեր համարին նայենք նորից Հռոմեացիս 13-ից։ Տեսեք 5-րդ շղթան, եկեք ես 4-րդ շղթայից։ Արդ ինչպես կանչեն, որ ինչ հավատացին, եւ ինչպես հավատան, որ ինչ չլսեցին, որից չլսեցին, եւ ինչպես լսեն առանց քարոզողի։ Քարոզողը մենք ենք, բայց Աստված է նրանց խոսում, որտեղ լսում են Աստծուց, ոչ թե քարոզչից։ Եվ ինչպես քարոզեն, եթե չուղարկվեն, եւ անմիջապես նորից այդ ուղարկվելու սկզբունքի մեջ ինքը անդրադառնում է 5 կտակարանի նորից մեջբերում, ինչպես գրված է, որպես գեղեցիկ են նրանց ոտները, որ խաղաղություն են քարոզում եւ բարի բաներ են ավետիք տալ։ Եվ մի քիչ մենք կանադառնանք, թե ինչ մեջբերում անում Արաքյալը եւ մեջբերում անում 5 կտակարանից Իսրայելի վերջի օրերի մասին։ Այդ վերջի օրերի մասին քարոզում են առաքյալները եւ Պետրոս առաքյալը գործառաքելոցում այս մասին խոսում է։ Տեսեք, առաքյալները գիտեին, որ Իսրայելի ապաշխարությունը այն վերջի շրջանն է եւ Իսրայելի ապաշխարությունն է, որ մեծ նեղությունից հետո սկսում է հազարամյա։ Այսինքն դրա համար իրանք քարոզում եւ Պետրոսն ասում է ապաշխարեք իսրայելացիներին, որպիսի Աստծո կողմից ընտրյալ ժամանակները գան։ Այսինքն սկսի հազարամյա Իսրայելի մեսիական թագավորությունը, ինչը մենք կարդում ենք Գործ առաքելոց 1:8, այսինքն որտեղ այնտեղ կարդում ենք, երբ որ հարց են տալի Տեր, հիմա էս Իսրայելի թագավորությունը հաստատելու։ Երբ ասում են ժամանակները ձեզ չի վերաբերվում, բայց դուք սպասեք, մինչև վերից զորություն կառնեք եւ կսկսեք տարածել իմ ավետարանը, վկաները կլինեք։ Քարոզեք իմ մասին։ Հիմա տեսեք, եկեք անդրադառնանք այս հատվածին։ Այսինքն երբեք որևէ մեկը չի կարող քարոզի, եթե Աստծո կողմից չի ուղարկվում։ Դրա համար մեր մեծ պատվիրանը, երբ որ մենք նայում ենք, ահա ես ձեզ հետ եմ մինչև աշխարհի վերջը, ամեն բան ինձ տրվեցավ իշխանություն երկնքում եւ երկրի վրա, ամեն բան ինձ տրվելուց հետո մենք հասկանում ենք, որ սա միայն չի վերաբերվում աշակերտներին, ինչի որտեղ ասում ահա ես ձեզ հետ եմ մինչև աշխարհի վերջ կանադառնանք իմ այդ հատվածին, սա նշանակում է, որ Քրիստոսը իր եկեղեցու հետ է մինչև աշխարհի վերջը։ Սա նշանակում է, որ այս գնացեք եւ
քարոզելը վերաբերվում է մեզ, այսինքն ուղարկված ենք բոլոր եկեղեցին, որտեղ այն քահանայական ժողովուրդը նրա առաքինությունները պատմելու համար։ Որ ասում դուք քահանայական ժողովուրդ եք, թագավորական, նրա առաքինությունները պատմելու։ Չի ասում դուք քահանայական ժողովուրդ եք, թագավոր եք, վերջ, արդեն վсё։ Չի ասում այդ քահանայական ժողովուրդ եք, միջնորդ քահանա նշանակում է միջնորդ մարդկանց եւ Աստծո միջև նրա առաքինությունները քազելու, նրա Տիրոջ առաքինությունները քարոզելու, Քրիստոսի մասին է խոսքը, Յահվեն որպես Քրիստոս, սա ամենակարևորն է։ Մեր այս հատվածում ուղղակի ակնարկն է արդեն Իսրայելի, տեսեք, որտեղ արդեն 16-ից 21-ում ինքը սա ասում է, միթե ասում է Իսրայելը չլսեց։ Միթե Իսրայելի մոտ չէին ուղարկվել, լսեց, ուղարկվել էին, քարոզում էին եւ լսվեց, բայց չհավատացին, ով հավատաց մեր լուրին, եւ հետո անդրադառնալու է հակաթեզիս հեթանոսների, ասել է հեթանոսներին, որոնք չէին փնտրում, նրանք ընդունեցին, նրանք լսեցին եւ աղաղակեցին արդարության համար։ Շատ կարեւոր բաներ եք ասելու մյուս զայնագրությունների մեջ, բայց սա ավելի ցույց է տալի Աստծո նախասահմանությունը, այսինքն սուվերեն ընտրության օղակներում նրա փրկությունը, որ ամբողջությամբ Աստծո շնորհքի բաղադրիչ է, ոչ թե մարդկային որևէ մեկ բաժին։ Հիմա տեսեք, իհարկե մարդու բաժինը նա է, երբ որ Աստված այդ մարդու սիրտը բացում է, դա մարդու կողմից է, մարդը իր հոժար կամքով ընդունում է Քրիստոսին, բայց դրա ներգործության հետևում կանգնած է Աստված, Աստծո հոգին, սա շատ կարևոր է։ Հիմա տեսեք, ավելի խորը նայելով, եկեք անդրադառնանք Եսայի մարգարեության, որ տեսնենք առաքյալ ինչի համար էս մեջբերումն անում արդեն 15 համարում, ինչպես գրված է, որպես գեղեցիկ են նրա ոտները, որ խաղաղություն են քարոզում եւ բարի բաներ են ավետիք տալիս։ Ինչա ինքը սա ասում, առավել շեշտը դնում է Իսրայելի վրա, որտեղ նրանց վրա շատ ուղարկվածներ էին եղել, որոնց նրանք մերժում էին։ Հիշում եք Քրիստոսի խոսքերը, Երուսաղեմ, Երուսաղեմ, մարգարեները կոտորող, ինչի, որտեղ բոլորին ում որ Աստված ուղարկում էր, նրանք բոլորին սպանում էին։ Տեսեք, ես կընթերցեմ Եսայի 52:7-ից, որ մեջբերումն անում է, ինչ գեղեցիկ է սարերի վրա ավետարանչի ոտքերը, որ խաղաղություն է քարոզում, բարիք ավետում, փրկություն քարոզում, որ ասում են Սիոնին, քո Աստվածը թագավոր է, քո Աստվածը, քո Տերը, քո Աստվածը Էլոհիմ, քո Յահվեն թագավոր է։ Ում մասին է խոսքը։ Քրիստոսի մասին է, Աստծո Սուրբ Երրորդության երկրորդ անձի, Յահվեն, որը Տեր է։ Հիմա տեսեք, ահա քո պահապանները ձայն են բարձրացնում, միասին բարձրացած ցնծում, որտեղ դեմ հանդիման պիտի տեսնեն, եւ Տերը ետ բերե Սիոնին։ Սա վերջի շրջանն է։ Ինչի։ Հիմա մենք կտեսնենք, որ սա վերջի շրջանն է։ Ուշադիր նայեք։ Առաջի համարում 52-ում տեսեք ինչին է վերաբերվում, զարթնիր, հագիր զորությունդ, ով Սիոն։ Սիոնը սարն է, որ Աստծո արքայությունն է, սարը արքայությունն է, թե նայեք հայտության գրքում այդ սիմվոլը արքայությունն է։ Քո փառավոր հանդերձները հագիր, ով Երուսաղեմ, Սուրբ քաղաք, որովհետև այլևս պիտի մյուս անգամ չմտնեք քո մեջ անթլպատը եւ պիղծը։ Հիմա ձեզ հարց տամ, Երուսաղեմի մեջ անթլպատ եւ պիղծի մա չի մտնում է։ Ուրեմն սա չի այսինքն այս չի կատարվել այս մարգարեությունը, սա վերջի օրերն է, երբ որ Աստծո արքայությունը կլինի, այսինքն երբ որ հազարամյակ կսկսի Երուսաղեմում եւ Տերը կնստի տաճարում 1000 տարի, սատանան կկապվի, սա այդ շրջանն է, երբ որ նրա մեջ չի մտնի պիղծը եւ անթլպատը։ Այստեղ է ամբողջ խնդիրը։ Դրա համար առաքյալ երբ որ խոսում է մեջբերում անում Իսրայելի վերջի օրերից, ինչի, որտեղ վերջի օրերն արդեն։ Տեսեք, առաքյալների Աստված ճանաչության մեջ արդեն նոր կտակարանային շրջանը Քրիստոսից հետո հանդիսանում է վերջի ժամանակներ։ Առաքյալն ասում է, արդեն վերջի ժամանակներն են եւ շատ ներեր են եկել, որ քարոզում են, որ իրենք Քրիստոս են, կամ քարոզում են, որ Քրիստոսը մարմնով չի եկել, դրանք հակա քրիստոսներն են, շատ ներեր։ Պետք է մենք ճիշտ հասկանանք առաքյալների աստվածաբանությունը։ Ինչի եմ ես ասում, այսինքն նրանց համար արդեն վերջի ժամանակն է, եւ մեր այս հատվածը, որ ինքը մեջբերում անում, այն վերջի ժամանակներին է վերաբերվում Իսրայելի վերջի ժամանակին։ Տեսեք կարևոր մի սկզբունք հիմա։ Առաքյալի այս մեջբերումը ուղղակի այդ հարցի պատասխանն է։ Միթե ասոմոտ անիրավություն կա կամ ով է կրում Իսրայելի պարագայում, ով է կրում պատասխանատվությունը Իսրայելի անկման, ինչի Իսրայելը մերժեց Քրիստոսին կամ շրջանցեց փրկությունը, կամ չաղաղակեց Քրիստոսով արդարության համար։ Եվ առաքյալը ցույց է տալի, որ նրանց մոտ բոլոր փրկության լուրի մասին, Քրիստոսով փրկության լուրի մասին ուղղակի ուղարկվել են եւ քարոզվել է եւ լսվել է, բայց նրանք չեն հավատացել եւ չեն աղաղակել եւ չեն փրկվել, մերժել են Քրիստոսին։ Հիմա տեսեք, սա ուղղակի առաքյալն է, որովհետեւ մենք հասկանանք։ Դրա համար սերներս Մատթեոս 10:16-ում եկեք անդրադառնանք այս հատվածին։
Ուշադիր նայեք, Հիսուսը խոսում է առաքյալների հետ, աշակերտների։ Ահա ես ուղարկում եմ ձեզ ինչպես ոչխարներ գայլերի մեջ։ Ուստի խորագետ եղեք ինչպես օձեր եւ միամիտ ինչպես աղավդիներ, եւ զգուշ կացեք մարդկանցից, որովհետեւ ձեզ դատաստանի կմատեն եւ իրենց ժողովարանների մեջ կծեծեն ձեզ։ Ժողովարաններ սինագոգում, սա հրեաներին, այսինքն գայլերը ինքը կոչում։ Քրիստոսն ասում է ուղարկում եմ ձեզ, որովհետեւ Ավետարանը սկսվեց քարոզվել Հրեաստանից, Երուսաղեմից, եւ հրեաները առաջինը մերժեցին, բայց հետագայում մենք տեսնում ենք, որ Աստված հատուկ անում, նախանձի գրգռելով, հեթանոսներով ինքը նախանձի է գրգռում հրեաներին, ինչպես հրեաներով նախանձի գրգռեց հեթանոսներին։ Կանադառնանք սրան, արդեն 16-ից 21 համարերում ինքը պատրաստում է հող, դրա համար ինքը այս մեջբերումներն անում։ Տեսեք, այսինքն այս հատվածը, երբ որ ինքն ասում է, որքան գեղեցիկ են նրանց ոտները, այն ուղղակի վերաբերում է, որ ես Իսրայելի մոտ ուղարկել եմ մարդկանց եւ առաքյալները առաջինն էին, որ քարոզում էին նաև Քրիստոսով փրկություն հենց հրեաներին, որ հին կտականում մարգարեներն են խոսել, բայց չէին հավատացել, վերջի անգամ նաև առաքյալների ուղարկեցի, նորից մերժեցին։ Տեսնում եք, շատ կարևոր է։ Սա ամենակարևոր սկզբունքն է, որպեսզի ցույց տա առաքյալը, որ Իսրայելի կյանքում երբեք չի եղել մի բան, որ կրում է պատասխանատվությունը Աստված, իսկ այնպես չի լինի, որ Իսրայելն ասի, Տեր, ես չեմ իմացել, ինչ չես ասել, դրա համար չեմ փրկվել։ Որպեսզի սա ավելի հասկանանք, շատ կարևոր սկզբունք կա։ Տեսեք, նորից մենք ունենք վերջի Մատթեոս 28:18-20, եկեք անդրադառնանք նաև դրան, նորից այս հատվածին։ Տեսեք Հիսուսի խոսքերը, եւ Հիսուսը մտավ մոտ գալով նրանց հետ խոսեց աշակերտների հետ եւ ասեց. ամեն իշխանություն ինձ տրվեցավ երկնքում եւ երկրում, ուրեմն գնացեք, դեմեք ուղարկվել, ինչպես քարոզեն, եթե չուղարկվեն, ուրեմն գնացեք բոլոր ազգերը աշակերտեցեք, նրանց մկրտելով Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունով, նրանց սովորեցնելով, որ ամեն ինչ որ ձեզ պատվիրեցի պահեն, եւ ահա ես ձեզ հետ եմ ամեն օր մինչեւ աշխարհի վերջը։ Այսինքն այս հատվածը չի վերաբերվում միայն աշակերտերին, առաքյալներին, որտեղ ահա ես ձեզ հետ եմ մինչեւ աշխարհի վերջը։ Սա եկեղեցուն է վերաբերում։ Դրա համար ես շեշտեցի, որ քարոզչությունը եւ ուղարկված լինելը այն ուղղակի ֆունկցիոնալ դեր է եկեղեցու եւ եկեղեցու գլխավոր նպատակը ավետարանի տարածելն է, սենես։ Այն եկեղեցին, որ ավետարան չի տարածում, այն եկեղեցի չի։ Հիմա մի գաղտնիք ասեմ, թող չլինի գաղտնիք։ Մի անգամ մի քահանայի հետ էի խոսում եւ ասեցի դուք ավետարան չեք թարում, միսիոներներ չունեք, առաքելական եկեղեցու։ Նորից ես իմ նպատակ առաքելական եկեղեցի փնովելը չի, դա Աստված ապաշխարեն, ճշմարտություն իմանա եւ ճշմարտություն քարոզեն։ Դա Աստված, որտեւ ի վերջո Աստծո առաջ են կանգնելու ոչ թե իմ կամ մյուսի։ Իրանք մարդկանցից փառք են փնտրում, մտածելով, որ մարդիկ իրանք ոգ ասեն, ինչպես փարիսեցիները, բայց մարդկանց ոնց ծապտալը, ով ասելը, դա շատ ժամանակավոր է, վերջում կանգնելու են Տիրոջ առաջ։ Դրա համար, գիտեք ինչ պատասխանեց։ Ասեց մենք թափառաշրջի, մենք թափառական քարոզիչներ չունենք։ Եթե ուզում են լսեն, թող գան եկեղեցի։ Որտեղ ինքը ինչ ավետարանից է, որ ավետարանից է դա ասում ինձ։ Ահա ես ձեզ գնացեք եւ մարդկանց ասեք։ Այսինքն, տեսեք, խնդիրն ինչու՞մն է։ Եթե եկեղեցին ավետարան չի տարածում, զգուշ եղեք այդ եկեղեցուց։ Այն վերածվել է սանատորիայի, կազմակերպության, հարմարավետության, այն վերածվել է փող գրփելու, բայց ոչ Քրիստոսի մասին լուրը տարածելու։ Այսինքն ֆունկցիոնալ կարևոր դերը չի կատարում։ Սա շատ կարևոր է իմանալ։ Ուրեմն դրա համար, երբ որ մեր հատվածին եք նայում, տեսեք, արդեն երբ որ Քրիստոսը խոսում է Մատթեոս 10-ում, տեսեք ինչ խոսքեր օգտագործում։ Ահա ես ուղարկում եմ ձեզ, ինչպես ոչխարներ գայլերի մեջ, ուստի խորագետ եղեք ինչպես օձեր։ Եվ ուղարկում եմ ոչխարներ, ինչպես գայլերի մեջ։ Այսինքն չի ասում մտեք ձեր եկեղեցի, ես սպասեք գայլերը կգան ձեր մոտ։ Գայլերը երբեք չեն գա, սիրելիս։ Մեզ է ուղարկում Աստված գայլերի մոտ, հոշոտողների մոտ, բայց ասում է ուշադիր եղեք, կարևոր սկզբունք ասում, երբ որ մտնեք գայլերի մեջ, խորագետ եղեք ինչպես օձերը։ Ինչ է նշանակում խորագետ եղեք ինչպես օձերը։ Օձը մի կենթանի է, սողուն է, ով չի հարձակվում առաջինը։ Ինքը նույնիսկ ոտքի ձայն լսելուց փախչում է։ Օձը հարձակվում է այն ժամանակ, երբ որ վտանգը կա, ի նկատի ունի խորագետ եղեք, երբ որ մարդիկ ձեզ մերժում են, մի փորձեք նրանց զզվացնեք, մի փորձեք ավետարան նրանց համոզեք, մի արեք դա։ Ասեք մարդկանց ճշմարտությունը, եթե մարդիկ չեն ընդունում, դա ձեզ չի որ չեն ընդունում, դա չեն ընդունում լսող ումից որ լսում են, դա Աստված է խոսում նրանց ձեր միջոցով։ Ուղղակի, երբ որ չեն լսում, ձեր ավետարանը, ձեր մարժեքները, մարգարիտները մի գցեք զորով նրանց ոտքերի տակ, որպեսզի կող կրտեն, մի տվեք եւ ասեք դե կող կրտեք, մի արեք դա։
Այսինքն, եթե չեն լսում, առաքյալն ասում է, ինչպես Հիսուսն ասում է, ինչպես օձերի խորագետ, եթե ձեզ չեն ընդունում, գնացեք մեկ այլ քաղաք, եւ առաքյալները սա էին անում, թողնում եւ գնում էին մեկ այլ տեղ, եւ այսինքն պետք չի համառորեն մարդկանց ստիպել, որպեսզի մարդիկ ընդունեն։ Այսինքն զզվացնել բառը ասեմ ավելի ճիշտ կլինի, որ շատ հաճախ անում են։ Պետք չի մանիպուլյացիաներ անել, խաբել մարդկանց, որպեսզի համոզվեն, ուղղակի փոխանցեք ճշմարտությունը անկեղծությամբ, ձեր սուրբ կյանք առաջ դնելով։ Հիմա տեսեք, բայց խոսքերով։ Եվ միամիտ ինչպես աղավնիներ միամիտ ավելի ճիշտ հասկացողություն, որ Քրիստոսը տալիս է կոնկրետ պատմական կոնտեքստում ունկնդրի հասկացողության մեջ, այս արժեքների աղավնին մեկ դա որ բուն չունի, այսինքն ինքը կպած չի այս աշխարհի արժեքներին, ինչ որ կյանքը չի հիմնում այս երկրի վրա, նրա համար կարևոր է ամբողջական իր կոնկրետ օրը, սա է ուզում ասի, այսինքն զգուշ եղեք, խորագետ եղեք օձեր, այսինքն ճիշտ վարվեք իմ ավետարանը փոխանցելուց եւ եղեք այս աշխարհին չկարչած անձեր, որպեսզի մարդիկ տեսնեն, որ դուք ապրում եք ավետարանի համար, որ դուք ապրում եք Քրիստոսով, այսինքն ձեր կյանքի խաղաղությունը հարմարավետության մեջ չի, Քրիստոսի հետ ունեցած հարաբերության մեջ է։ Աստված կուզի ձեր հազմանավետություն, կտա, չի ուզի, կապրեք այն պարագաների մեջ, որի մեջ Աստված ձեզ կօգտագործի, որտեղ այդ պարագաներն են նրա կողմից նախասահմանված, որ ձեզ Քրիստոսին նմանեցնի։ Ամեն բան բարի գործակից անի, բարի բառը այնտեղ նման Քրիստոսին նմանեցնի, իր որդու պատկերին, որ նախասահմանեց ձեզ նմանեցնելու։ Սա ամենակարևորը։ Սերես, ուրեմն դեպ Եսայի 6:8-ում ուզում եմ տեսնեք, որ ուղարկողը ինքը Աստված է։ Երբ որ Աստված անձին փրկում է, Սուրբ Հոգու ներգործության մեջ հարցը գալի, այս հարցը հիշում եք Եսայի մարգարեն, երբ որ ունելիով կպավ եւ իր մեղքերը թողվեց, հիշում եք ով առաջինն ասեց ում ուղարկեմ եւ ով կգնա մեզ համար, եւ Եսային ասեց ինձ ուղարկի։ Այսինքն Սուրբ Հոգին այս հարցը միշտ տալիս է եւ ուղարկում է անձին։ Այսինքն փրկված անձը իր մեջ ունի Աստծո կողմից նաեւ ուղարկվածություն, դրա համար Հիսուսն ասեց գնացեք։ Այս գնացեքը, այս հասկացողությունը ուղղակի Իսրայելին ցույց է տալի, որ ձեր մոտ ուղարկվել են եւ դուք նրանց մերժել եք։ Տեսեք, մեր հատվածը արդեն 16-ից 21-ում ավելի խորն եք տեսնելու ինչպիսի սկզբունքները բացահայտվում եւ որտեղ այնտեղ ցույց է տալու, որ Իսրայելը չհավատաց, ցույց է տալու այդ հավատը ինչի հետ է կապված։ Եվ այսօր շատերը կամանչեն, որոնք ասում են, մենք սրտումս հավատում եմ, այդ հատվածները, որ մենք կնայենք, կտեսնենք, որ ձեր սրտում հավատացը ուղղակի աղբ է։ Սրտում չեն հավատում։ Հավատ իրական Քրիստոսի մասին հավատալ, դա նշանակում է հնազանդվել եւ հանձնվել Քրիստոսին։ Սա է նշանակում հավատալ։ Մենք մյուս զանազանության մեջ սա կտեսնենք։ Ուրեմն սերելիներս, եկեք անդրադառնանք Եսայի 6:8-ին եւ ամբողջացնենք։ Եսայի 6:8-ին, դե մի քիչ այդ մինչեւ այդ դուք ուշադիր եթե նայեք, տեսեք, ես կարդամ մի քիչ վերից եւ ասեցի. Վայ ինձ, որովհետև կործանում է, որովհետև ես պիղծ չրթունքու մարդ եմ, որ Աստծո փառքը տեսնում է նաև ինքովը։ Եվ սերոբեների մեկը թռավ ինձ մոտ, ձեռին մի կրակի կայծ, սա զոհասեղանից վերցրած, դա Քրիստոսի խորհուրդն է, որ ունելիով առել էր, այսինքն ունելիով վերցել էր այդ կայծից զոհասեղանից եւ սեղանի վերայից եւ նրանով դպավ իմ բերանին, ինչին, բերանին, ինչի։ Եվ ասեց. ահա սա դպավ քո շղթուկներին եւ քո անելությունը հեռացավ եւ քո մեղքերը քավվեցավ, Քրիստոսով է քավությունը, ուշադիր նայեք։ Եվ ես լսեցի անմիջապես լսեցի Տիրոջ ձայնը, որ ասում էր. եւ ես լսեցի Տիրոջ ձայնը իր փառքի միջից, որ ասում էր. որին ուղարկեմ եւ ով կգնա մեզ համար, երրորդությունը տեսնում եք, մեզ համար, եւ ես ասեցի. ահա ես, ինձ ուղարկիր։ Եվ նա ասեց. գնա եւ ասիր այս ժողովրդին Իսրայելին, լսելով կլսեք, բայց չեք հասկանա, եւ տեսնելով կտեսնեք, բայց չեք իմանա։ Կլսեք, բայց չեք հասկանա։ Մենք մյուս զանազանության մեջ առավել խոսելու ենք այս մասին։ Ինչպես եղավ, որ լսեցին, բայց չընդունեցին։ Այսինքն սրա համար, այս հատվածում ուղղակի այս 5 շղթան աղաղակել արդարության համար, կանչել եւ որպիսի կանչեն պետքա հավատան, որպիսի հավատան պետքա լսեն, որպիսի լսեն պետքա քարոզվի, որպիսի քարոզվի պետքա ուղարկվեն, հատուկ անում առաքյալ այս շղթան, որպիսի ցույց տա, որ ամեն ինչ տարված էր Իսրայելի համար, որ արվեց նաեւ հեթանոսների համար, որոնք ընդունեցին, բայց այստեղ պետքա զգուշ լինենք 11-րդ գլխում ցույց է տալի ինչ տարբերություն կա Իսրայելի եւ հեթանոսների միջեւ փրկության առումով եւ ցույց է տալի տարբերությունը միայն Աստծո սուվերեն ընտրության եւ շնորհքի բաղադրիչն է։ Ուրիշ ոչ մի տարբերություն, մարդկային որևէ ոչ մի հատկություն, բայց
այն ինչ որ մարդը մերժում է, ամբողջությամբ իր պատասխանատվության տակ եւ մարդկային հատկությունն է։ Եթե խոսենք մարդու ազատ կամքի մասին, իր ազատ կամքով մարդը առանց Աստծո ներգործության միշտ մերժելու է Աստծո փրկության ուր, ինչի, որտեղ մարդը էգոցենտրիկ է, մարդը ընտրելու է իր փրկության միջոցները եւ ինքը իր փրկություն հասկացողության մասին է խոսելու, ոչ թե Աստծո փրկության։ Տերը ձեզ օրհնի իր փառքի համար, եկեք ամեն մեկս մեզ հարց տանք։ Շատ կարևոր է, եթե այս շղթայի մասին մենք աղաղակել ենք Քրիստոսի արդարության համար, հավատացել ենք, շատ կարևոր է լսել ենք, շատ կարևոր է քարոզում ենք եւ շատ կարևոր է մենք պետք է հասկանանք, որ մենք ուղարկված ենք նրա առաքելությունները քարոզելու համար։ Ընտրված ազգ, որպիսի նրա առաքելությունները քարոզեք։ Տերը ձեզ օրհնի փառքի համար։ Ամեն։